I hope that these will meet positive reactions from Turkey, both from Turkey and from Azerbaijan. Տեւ Նիկոլ Փաշինյանը երեկ կեսգիշերնանց հայտարարելով քաղաքացիական պայմանագրի իր խոսքով պատմական հաղթանակի մասին պնդեց, թե դրական արձագանքներ է ակնկալում Թուրքիայից եւ Ադրբեջանից, երկուսն էլ առայժմ ընտրության արդյունքներին չեն արձագանքել։ Փոխարենը երեկ վրացիները շտապեցին բառի բուն իմաստով։ Քվեարկության ավարտից ժամեր անց, երբ դեռ քվեաթերթիկների 10%-ն անգամ չէր հաշվարկվել, Վրաստանի ընդդիմության առաջնորդ նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ում իր ջերմ շնորհավորանքները ուղղեց Նիկոլ Փաշինյանին։ Այսօր Հայաստանը հաստատակամորեն ընտրեց անկախ եւ եվրոպական ապագան։ Քիչ անց նրան միացավ նաև գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ընդգծելով անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը։ Հաջորդ շնորհավորանքը ստացվեց ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում գործընկեր Ղազախստանից։ Ընտրությունները միջազգային դիտորդների մեծամասնության նախնական տվյալներով անցել են օրենքի եւ բաց ընտրության համար պատշաճ պայմանների ապահովմամբ, գրել էր Քասիմ Ժոմարթ Տոկաևը։ Կեսգիշերն անց հրավիրած ասուլիսում Փաշինյանը հաղորդել էր նաև, թե ոչ պաշտոնական զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ։ Առավոտյան արդեն Էմանուել Մակրոնը պաշտոնապես նրան շնորհավորեց քաղաքացիական պայմանագրի հաղթանակը որակելով համոզիչ։ Ուրախ եմ շարունակել աշխատել ձեզ հետ մեր համագործակցությունն ավելի ամրապնդելու, խաղաղությունն ու Հայաստանի ինքնիշխանությանը սատարելու եւ Եվրոպայի հետ մերձեցման խթանման համար։ Եվրահանձնաժողովի նախագահը, որ օրեր առաջ աջակցություն էր հայտնել Հայաստանին ռուսական տնտեսական պատժամիջոցների ֆոնին, այս գիշեր վերահաստատել է այդ հանձնառությունը։ Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա, հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հավելելով. մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի եւ ավելի է մոտենում Եվրոպային։ Միասին Եվրամիությունն ու Հայաստանը կառուցում են ավելի ամուր կապեր մարդկանց միջև եւ ստեղծում նոր հնարավորություններ էներգետիկայի, առևտրի եւ թվայնացման ոլորտներում, գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Եկեք շարունակենք մեր ընթացքը հիմնվելով այս նորացված տեմպի վրա, հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարն էլ խոստացել է հնարավորինս շուտ այցելել Երևան։ Ռուսաստանի կողմից լայնածավալ ճնշումների եւ միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայ ժողովրդի ընտրությունը հօգուտ ուժեղ, ինքնիշխան եւ անկախ Հայաստանի, հայտարարել է Մարտակոսը։ Ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ Փաշինյանին առաջինը շնորհավորող առաջնորդների շարքում է նաեւ Ուկրաինայի նախագահը։ Ընդ որում Վոլոդիմիր Զելենսկին ընդգծել է, թե հիմա հենց այն պահն է, որ Բրյուսելը պետք է կանգնի ռուսական ճնշումների տակ հայտնված Հայաստանի կողքին։ Սա քննություն է Եվրամիության համար, ձևակերպել է Զելենսկին։ Եվրամիությունը պետք է իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին եւ անի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի մարդիկ զգան, որ իրենց կյանքն ավելի լավն է Եվրոպայի հետ հարաբերությունների շնորհիվ։ Կարևոր է չկորցնել ժամանակը կամ բաց չթողնել հնարավորությունները։ Մինչ այս պահը շնորհավորանքներ են ստացվել նաև Իսպանիայից, Բալթյան երկրներից, Շվեդիայից եւ Հնդկաստանից։ Ռուսաստանում մինչդեռ առայժմ լուռ են։ Մենք սպասում ենք քվեարկության վերջնական արդյունքներին, այսօր լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Я пока воздержусь от каких-либо официальных комментариев. Դմիտրի Պեսկովը միաժամանակ վստահեցրել է, թե Մոսկվան ուշադիր հետևում է ընտրություններին, այդ թվում խախտումների վերաբերյալ տեղեկություններին։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը ավելի հեռուն է գնացել։ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին ընդդիմության վրա աննախադեպ ճնշման եւ արևմուտքի, հիմնականում Եվրամիության միջամտության պայմաններում, հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, հավելելով. հետապնդումները կենտրոնացել են բացառապես այն քաղաքական ուժերի վրա, որոնք պաշտպանում են Հայաստանի շարունակական մասնակցությունը եվրասիական ինտեգրացիային, այդ թվում անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Տողատակերում կրկին աջակցություն հայտնելով հայաստանյան ընդդիմությանը, պաշտոնական Մոսկվան միաժամանակ ընդգծել է Երևանի հետ հետագա հարաբերություններում մտադիր է հիմնվել Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվելիք իրական քայլերի վրա։